2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Այս պահին քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը։ Փորձենք հասկանալ, թե ինչ ծրագրային դրույթներ ունեն քաղաքական ուժերը հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ։ Սկսենք իշխող ուժից, քաղաքացիական պայմանագրից։ ՔՊ-ն 4 կետով եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ է ներկայացնում, որով առաջարկում է կաթողիկոսի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում և սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Ծրագրում նաև նշվում է, որ ՔՊ-ի ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը ձեռնմուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։ Տանյայ ծառայողական սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում հանգստի կոչում։ Բ. Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Գ. Հայաստանյայ ծառայողական սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարևարկության ապահովման կառուցակարգեր։ Դ. Սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում ևս անդրադառնում են հայ առաքելական եկեղեցուն, բայց նրանցից որևէ մեկի մոտ չկա առաջարկ եկեղեցում վարքեր ու բարքեր կամ կաթողիկոսի փոփոխության մասով։ Հայաստան դաշինքը իր նախընտրական ծրագրում եկեղեցու պաշտպանություն խորագրի ներքո առաջարկում է հայ առաքելական եկեղեցու և նրա սպասավորների դեմ բոլոր տեսակի ապօրինի քաղաքական հետապնդումների դադարեցում, իսկ մշակույթ բաժնում առաջարկում է հետևյալը՝ եկեղեցապատկան շինությունների և գույքի վերադարձ հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ։ Ըստ էության ինչ է ինքնությունը։ Սա ինչ որ բաներ է, որոնց շնորհիվ սենց համակցված այդ ամենը մեզ հայ է դարձնում, որ մենք ասում ենք մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք հայ առաքելական եկեղեցու, որովհետև ծնվել ենք այստեղ, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում եւ այլ եւ այլ։ Հիմա սա է ինքնությունը։ Հայաստան դաշինքում հարկ են համարում նաև ընդգծել, որ հոգևոր առաջնորդի փոփոխություն իրենց ծրագրում չկա։ Ուժեղ Հայաստանը, որն իր քաղաքական գործունեությունը սկսեց հենց եկեղեցու պաշտպանությունից, կարևորում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում։ Ուժեղ Հայաստանում շեշտում են, որ քաղաքական ուժը իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին։ Պետք է տարանջատում լինի, այնպես ինչպես ամրագրված է սահմանադրությամբ։ Եկեղեցականները պետք է իրավունք ունենան քննադատել պետության քայլերը, որոնք ազգային շահի դեմ կլինեն, և եկեղեցու հետ կապված սահմանադրությունում որևէ փոփոխություն չի լինելու։ Պարտավոր ենք միասին պաշտպանել մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին, ալիքերի և իր մարզպետի արշավանքներից։ Իսկ Նարեկ Կարապետյանը անդրադառնալով եկեղեցու վերաբերյալ իրենց ծրագրային դրույթներին հավելել էր, որ իրենց ղեկավարման առաջին 50 օրվա որոշումների մեջ լինելու է նաև հայ եկեղեցու պատմություն առարկան նորից դպրոցներում դասավանդելու որոշումը։ Ընդդիմադիրներից Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քարոզարշավի ընթացքում պարբերաբար հիշատակում է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Հիսուսի արձանի կառուցումը, ասելով, որ դրանով հայ ժողովուրդը աշխարհին պետք է ցույց տա, որ մենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգ ամենահզորն ու զորեղն ենք։ Անդրադառնալով եկեղեցուն, նաև ընդգծում են, որ հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը հայ առաքելական սուրբ եկեղեցին է, իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերից միասնության թևերն էլ քարոզարշավի ընթացքում դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել եկեղեցու հետ կապված, բայց մինչև քարոզարշավը կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով ի պաշտպանություն եկեղեցուն։ Ի դեպ, նրանք իրենց քարոզարշավը սկսել են Գոշավանքից։